Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Դատարանն արգելել է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպությանն ու այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես Մասյացյոտի թեմի առաջնորդ իրականացնելու Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հոդվածներով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։ Այնուհետև հարգադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումի սեռնպահ մնալուն հարկադրելու մասին որոշումը հանձնվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանատուն։ Մինչդեռ նման պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի հունվարի 27-ի որոշմամբ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ 2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի ՋԽ-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։ Պարզվել է, որ Աննա Պողոսյանը նախնական համաձայնության գալով իր մոր հետ նպատակադրվել է ՋԽ-ից կատարել հափշտակություն։ Պողոսյանի մայրը ՋԽ-ին ներկայացրել է դստեր ֆինանսական խնդիրներն առաջարկելով $25,000 գումարի դիմաց գրավադրել ՋԽ-ի սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող բնակարանը։ Պողոսյանի մայրը ԺԽ-ին խոստացել է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Կոմիտաս պողոտայում գտնվող բնակարանն ու մարել ԺԽ-ի պարտքը։ Այնուհետև Աննա Պողոսյանը ԺԽ-ի հետ գնացել է նոտարական գրասենյակ, որտեղ 2014-ին կնքել է փոխհարուցության պայմանագիր գույքի գրավադրմամբ $25,000 դիմաց։ Գրավադրման արդյունքում Աննա Պողոսյանը ստացել է $25,000, իսկ հետո չի մարել նախապես խոստացված փոխհարուցության պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այդ կերպ ԺԽ-ից հափշտակելով $25,000-ին համարժեք $10,175,000 դրամ։ Հունվարի 23-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող վաղամության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Հունվարի 22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի տներից մեկում մինչ տապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 25-ամյա Գագիկը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հունվարի 23-ին Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տնային կալանքի տակ գտնվող Երևանի բնակիչ 29-ամյա Երեմը ոտքի ժապավենը վնասել է։ Պարզվել է, որ Երեմը շղթան կտրել, դիմել է փախուստի եւ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գերմանիայի իրավասու մարմինները բավարարել են Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը հետախուզվող անձ ՌՊ-ին, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու մեջ հանձնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին։ Հունվարի 26-ին բաժինն է ներկայացել 29-ամյա մի երիտասարդն 2023 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի իրավապանների կողմից հետախուզվում էր խմբի կազմում անձի առևանգման եւ զենքի գործադրմամբ ավազակության մեղադրանքով։ Հունվարի 27-ին Մոլդովական փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել է 23-ամյա մի երիտասարդ։ Հունվարի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով։ Հունվարի 27-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերվել է 33-ամյա մի տղամարդ, որը 2025-ի հունիսի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ Ալափարս գյուղի 53-ամյա բնակիչը պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Նա ձերբակալվել է, հայտնաբերվել է ծալովի դանակ։ 53-ամյա տղամարդու տանն էլ հայտնաբերվել է ընդհանուր 41.95 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, կանեփի չորացած բույսեր։ Հունվարի 26-ին Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։ Ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։ Դատապարտյալը ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող ընդհանուր 7.6 գրամ քաշով բուսական զանգված։ Հունվարի 29-ին Վանաձորի Երևանյան փողոցում բախվել են Mercedes եւ Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 29-ին հազանգ է ստացվել, որ Երևանի Շրամի փողոցում գտնվող անձառոցիկի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել, հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Տեղում հայտարարվել է թիվ 3 կանչ։ Հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 9 մարտական հաշվարկ է ժամանել։ Անձառոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է։
Հունվարի 14-ին ժամը 13:38-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված Opel մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպված չեն եղել, իսկ դրամապանակում կար 250,000 դրամ։ Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ տեղեկության գողությունը կատարել էին 50 եւ 43 տարեկան երկու տղամարդիկ։ Նույն օրը երեկոյան երկուսն էլ հայտնաբերվեցին Էջմիածնի Ծաղկաբուծական թաղամասում, ձերբակալվեցին, տեղափոխվեցին բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ նրանք բացի այս կատարել են եւս մեկ գողություն։ Հանգամանքները պարզվում են։ Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել։ Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացվել են Մուշի բաժին եւ խոստովանել արարքը։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։